Ղուկասյան, դուք ասացիք, որ փոխքաղաքապետի պաշտոնը պատրաստ չեք զիջելու կամ կիսելու, ինչ հարց է լուծում փոխքաղաքապետի պաշտոնը, որ պատրաստ չեք, եւ սցենարի վերաբերյալ, այդ բոլոր տարբերակները հավանական, դուք պետք է մինչև այս պահը կամ գիշերվա ընթացքում արդեն իսկ քննարկած լինեիք կամ կապի դուրս եկած լինեիք։ Բարի։ Եվ կներեք լրացում գործընկերոջս, դուք մի տեսակ հասկանում եմ հաղթողի դիրքերից եք խոսում, բայց եկեք անկեղծ լինենք, էլի, դուք փառակալի հաղթանակը չեք տարել, այսինքն դուք մի ԿՊ-ի դեմ 5 ընդդիմադիրով եք կռվել, 3 ԿՊ-ի դեմ 1 ընդդիմադիր է շատ ջախջախիչ հաղթանակ տարել փառակալում։ Ուզում եմ ասել, եթե դուք այդ շատ փառավոր դիրքերում չեք, ինչու դուք չեք նաև այդ նախաձեռնողականությունը դրսևորում, այսինքն դուք այսպես շատ բարձունքում նստած, ընդ որում ձեր կարմիր գոտիները քաշելով, դուք ասում եք, որ փոխքաղաքապետի պաշտոնը պատրաստ չեք զիջել, քաղաքապետ, փոխքաղաքապետերը ձերն են, մնացածի համար դեռ կբանակցենք։ Այսինքն արդյոք դուք արդեն իսկ տաբուներ չեք դնում ձեր հետ գործընկերային դաշտ մտնելու համար։ Երեք մի բան ասեմ դրա վերաբերյալ, ես այդ ինչ որ ներկայացրեցիք, ես այդ տեղից չեմ խոսում։ Ես շատ համեստ եմ խոսում եւ հավանական է դուք ուզում եք այդպես տեսնել, ուղղակի այդ աչքերով եք ինձ նայում, ուղղակի ձեր ագնոցները որ հանեք, ավելի լավ կտեսնեք իմ պահվածքը եւ իմ խոսալը։ Հիմա ինչ եմ ուզում ասել, Փարակյարը, եթե համեմատում եք Գյումրիի հետ, չարաչար սխալվում եք, որովհետեւ ամբողջ պետական ուժերը, այստեղ միայն մենք նկարահանել ենք 70-ից 100 ավտոբուս դրսից եկած, մենք բոլորը նկարահանած ունենք դրսից։ Փարակյարում այդպիսի բան չի եղել։ Էլ չեմ ասում, որ ամբողջ պետությունը մարզպետներով ու նախարարներով ու պատգամավորներով այստեղ են եղել։ Էլ չեմ ասում, որ ձեր ուրեմն սայտերի մեջ գծված, թե Թուրքիայից ընտուկ մարդիկ են եղել, այդպիսի նյութեր կան, թե որտեղ են մնացել այդ մարդիկ, եւ Վրաստանից նամանավանդ Ախրքալակի կողմից, էլ չեմ ասում, որ ինչքան ներկայացրեցին գումարների բաժանման հետ կապված, տարբեր տեղեր լրագրողները գնացին, տեսան որտեղից ինչ դուրս եկավ ու շատ բաներ ունենք, մենք փաստեր ունենք։ Չեմ ասում, որ տուն կա, բնակարան կա, որ ասենք 2 հոգի են գրանցված, ուրեմն դարձել են 12 հոգի, որ այդ մարդկանց ընդհանրապես հիմա մինչև այսօր այդ մարդիկ կան, եթե պետք եղավ կասենք որտեղ։ Ուրեմն ասեմ ձեզ, այդպիսի մոտեցում ոչ ոք հավանական է ոչ մի քաղաքում չի եղել, ինչ որ արվել է Գյումրի քաղաքում։ Ես այդտեղից եմ խոսում ու 10,000 ձայն հավաքել է այդտեղ, դա շատ մեծ թիվ է։ Հետո Սոված քաղաքում, որ 37 տարի մոտ 40%-ը քաղաքի անապահով խավ է, եւ այդ գումարները ինչքան կարեւոր բան է մարդու համար, այստեղ մակուր 10,000 ձայն, 13 տարի աշխատած քաղաքապետը ինչքան խոցելի է, ընդհանուր առմամբ աշխարհում կա մի բան, որ եթե մարդը աշխատում է, ուրեմն անպայման խոցելի է դառնում, 13 տարի աշխատել եմ, դրանից հետո անցել է 13 տարի ու եկել եմ, այսքան ձայներ եմ հավաքել, ես գտնում եմ, որ դա շատ մեծ արդյունք է, Իհարկե ես ավելի շատին էի սպասում, բայց քանի որ քաղաքից մոտավորապես օրինակ հիմա ես այս թաղի հետ կապված կարող եմ ասել, որ այստեղից միանշանակ 40-50%-ը չի բնակվում։ Բացակայում է մարդկանց դռները փակել, 40-ից 50%-ը։ Մարդիկ ընդհանուր դրսերից եկան հասան այստեղ, քվեարկեցին նույն գիշերը հետ գնացին, նույն գիշերը այդպիսի մարդիկ էլ կային, տասնյակ։ Այո։ Ես այսքանը պատասխանեցի։ Չէ, ես նկատի ունեմ քաղաքապետի աթոռը չզիջելու,